կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք պայքարի առաջամարտիկներից ՄՕՍ-ին, նրա հետ խոսելու ենք ընտրություններից, ընտրական պրոցեսներից, նաև հետընտրական պրոցեսներից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք գնահատում ընտրությունները ու այսօր ընդդիմությունը ինչ պետք է անի։ Ես խոսում եմ որպես քաղաքացի, որպես պայքարող քաղաքացի, որը պայքարում այս վիժվածքների դեմ 8 տարի։ Այս ադրբեջանա-թուրքական պոռնիկածին ոհմակի դեմ մենք պայքարում ենք, լավ հասկանալով, որ սրանք մեր հայրենիքը տանում են կործանման։ Ինչպես կարող են այս ընտրությունները ընդունել։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ այսպիսի խայտառակ, այսպիսի ամոթալի, այսպիսի ցածր աստիճանի ընտրություններ չեն եղել։ Սիրելի հայ ժողովուրդ, հայ ազգ, ես հիմա դիմում եմ այն մարդկանց, որոնք ազգ կոչվելու իրավունք ունեն։ Ես դաժե ժողովրդին չեմ դիմում, ես դիմում եմ այն մարդկանց, որոնք ազգ են ներկայացնում։ Մնացածին ես համարում եմ բնակչություն, ներող կլինեք։ Բացատրեմ ինչի համար։ Այսքան չարիք այս երկրին, որ բերել են այս ադրբեջանա-թուրքական պոռնիկածին փոքր խմբակը, չի բերել ոչ ոք։ Ցավում եմ, բայց կարամ ասեմ, ընտրությունները ամբողջովին կեղծված են, լիգիտիմ չեն, անգամ այս պարագայում, իրանք հավաքում են 49.8%-ից մի քիչ ավելի տոկոս։ Սա խոսում է իրանց խայտառակության մասին, սա խոսում է, որ ազգը ատում է իրանց։ Չլսված մի բան, ժամը 8-ից հետո բացում են ընտրատեղամասեր և զինվորներին տանում են քվեարկության։ Դա փաստ է, 2 ընտրատեղամաս։ Բայց արեք հասկանանք միայն զինվորների ձայնն է այդտեղ եղել, թե ուրիշներին էլ։ Զինվորներին փող են տալիս, որպեսզի գնան իրանց քվեարկեն և այդ կադրերը ցույց են տալի, որ ոնց են զինվորները իրանց քարտերը ստուգում։ Աստված իմ, էս ինչ խայտառակություն է։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ադրբեջանա-թուրքական ոհմակն է առաջինը շնորհավորում սրան, հələ ընտրությունների արդյունքները չկան։ Վրաստանն է շնորհավորում ծիծաղալով, դա երևի ծիծաղում էր մեր ազգի վրա։ Երևի վրացիները ծիծաղում էին, էս ինչ անթասիբ ազգ է, ասում էին իրանց մեջ։ Ես ամոթս ամաչում է, որ ես այսպիսի բաներ եմ լսում ու տենում։ Սիրելի հայ ազգ, մենք պետք է չընկճվենք, պայքարը չի կանգնելու, մենք պայքարելու ենք մահ կամ հաղթանակ։ Հավատացեք բառերիս, եթե անգամ բարիկադներ լինեն, բարիկադների առջևում մենք կանգնած ենք լինելու։ Մենք չենք բրդելու որևէ մեկին առաջ, մենք կանգնած ենք լինելու։ Խոսքս ուղղում եմ
ընդդիմության լիդերներին, մեծարգո հարգելի Սամվել Կարապետյան, հարգելի Գագիկ Ծառուկյան, ձերդ գերազանցություն Արցախի առաջի, Հայաստանի երկրորդ նախագահ մեծարգո Ռոբերտ Քոչարյան, խոսքս ուղղում եմ Հայաստանի երրորդ նախագահ ձերդ գերազանցություն մեծարգո Սերժ Սարգսյանին, խնդրում եմ ձեզ, հայրենիքը օրհասական վիճակում է, խնդրում եմ չվերցնել մանդատները ընդդիմությանը, խնդրում եմ չլիգիտիմացնեք, մենք ձեր կողքին կանգնած ենք, խրամատում, հավատացեք, երթվում ենք մեր արյամբ, կանգնած ենք, մահ կամ հաղթանակ, դուք համախմբված, եթե համախմբված ամբողջովին կանգնեք, մենք ձեր կողքին ենք, դուք ոսկե տառերով ձեր անունը կգրեք հայոց պատմության մեջ, խնդրում եմ ձեզ, մի ջարդեք մեզ, մի ջարդեք մեր մեջքը, մենք կանգնած ենք, այս իրավիճակը մենք գիտեինք, որ ես շատ լավ գիտեի, որ պոռնիկի, դավաճանի, թշնամու օրակարգով ընտրության չեն գնում, այս վիժվածքը այն աստիճանի տականք է, որ մարդկային որևէ հասկացողության մեջ սա չի մտնում, սա պատրաստ է ամեն ինչի, ու սրա նմանները, ես ձեզ խնդրում եմ, ինձ իմ ընկերներն են խնդրել, որ ես սա ձեզ փոխանցեմ, մենք ձեր կողքը կանգնած ենք, ու ոչ ոք, թող լինենք մենք 5000, դա այն խրամատն է, որ հիշեք անգամ 5000-ից մի հոգի չի փախնի, քանց թե 1,5 միլիոն, որ խրամատից կփախնեն 495,000-ը, մենք ձեր կողքին կայնած ենք, մենք 5000 չենք, մենք ազգ ենք, որոնք կրում են իրենց սրտում ազգի հոգին, մենք չենք կարող խեղճանանք, մենք չենք վախում սովից, մենք չենք վախում կրակոցներից, մենք պատրաստ ենք ամեն ինչի, մեծարգո ձերդ գերազանցություն Արցախի առաջի, Հայաստանի երկրորդ նախագահ, դուք հիշում եք, ես չեմ ուզում կրկնվել ձեր տեղը, ձեր ասած բառերը, մենք պատրաստ ենք ու կանգնած ենք ձեր կողքին, խնդրում եմ ձեզ, մի վերցրեք մանդատները, մի նայեք այդ եվրոպոռնիկներին, որոնք ուզում են քանդել մեր հայրենիքը, որոնք ուզում են մեզ թշնամացնել մեր բարեկամների, այն բարեկամ երկրների հետ, որոնց հետ մենք դարերով ապրել ենք, խնդրում եմ ձեզ, մենք հաղթելու ենք, ճիշտ որոշումներ կայացրեք, ես չեմ ցանկանում, որ հետո ձեզանից հիասթափված ձեր դեմ դուրս գամ, խնդրում եմ, Հայաստանը մի հատ է,
Ես այսքանը կարող եմ ասել, այդ խայտառակությունը, այդ ընտրությունները չլիգիտիմացնեք, մի վերցրեք այդ խարանը ձեր վրա, խնդրում եմ, պարզապես խնդրում եմ, ինչ սահմանադրական դատարան, ում սահմանադրական դատարան, ինչի մասին ենք մենք խոսում, ինչ օրինականության բիժվածքի հետ, շիզոֆրենիկի հետ, ոնց կարելի է գնալ օրինականության։ Կյանքս կդնեմ զոհասեղանին, մենք կայնած ենք հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի, խնդրում եմ։ Պարոն Սամվել Կարապետյան, ոչ կյանքդ ապրել ես տղա, խնդրում եմ մնա տղա, խնդրում եմ քեզ, անձամբ ես են մոսոնակ ես խնդրում, Սամո, մենք չենք հանդիպեք 40 տարի, բայց ես գիտեմ դու ինչ երիտասարդ ես եղել, ինչ որակի տղա ես, խնդրում եմ մի արա, կողքդ կայնած եմ նասմերձ, հուշ չլնես ոչ մի բանից, աշխարհում չկա մի հարստություն, որը փոխարինի հայրենիքին ու պատվին, ինչպես գիտելիքն ու զգացմունքը, այն միակ հարստությունն է, որ ինչքան տալիս ես, այնքան ավելանում է ու հետդ գնում է հավիտենականություն, այդպես էլ պատիվն ու արժանապատվությունը ինչքան պահում ես, այնքան հզորանում ես ու բարձրանում ես, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, մենք կջարդենք սրանց ողնաշարը, մենք հայ ենք ու մենք հաղթելու ենք, այսքանը ինչ կարող էի ձեզ դիմել ու ձեզ ասել, մենք հաղթելու ենք այս պոռնիկներին, մենք վերացնելու ենք Հայաստանում պոռնիկությունը, որովհետև մենք հայ ենք, որովհետև մենք ուժեղ ենք, որովհետև մենք Աստծո ընտրյալ ազգն ենք, մեռնեմ կյանքիդ հայ ազգ, Հայաստան աշխարհ ու իմ Աստված։